Մենք եթերում ենք, շարունակում ենք սիրելի հեռուստադիտողներ, այո, օրերը տոնական են, նախատոնական են, ակտիվ են գրեթե բոլոր մշակութային օջախները, արվեստում այսպես եռանդուն շրջան է հիմա եւ շատ ուրախ ենք, որ ինֆորմացիոն շատ հետաքրքիր տարբերակներ, նորություններ մեզ պիտի առաջարկեն մարդիկ, ովքեր մեծ կապ ունեն մեծամոր ժամանակի ոսկե հետ կբացառիկ միջոցառման հետ, որը տեղի կունենա Մեծամորի թանգարանում։ Նպատակը ինչին է ծառայելու եւ ավելի մանրամասն իհարկե հարցերի պատասխանները մենք արդեն կլսենք մեր հյուրերի կողմից։ Այսօր մեր հյուրերն են Աշոտ Փիլիպոսյան, պատմության ծառայության գիտական քարտուղար, պատմական գիտությունների դոկտոր պրոֆեսոր եւ Նարինե Նիկողոսյան, պահպանության ծառայության ցուցադրությունների պատասխանատու։ Բարի լույս։ Բարև ձեզ, Նարեկ։ Ողջույն, շատ ուրախ ենք ձեզ տեսնել մեզ մոտ տաղավարում։ Երևի թե զրույցը սկսենք պարոն Փիլիպոսյանի պատասխանները լսելով, որովհետև շատ հետաքրքիր եւ բացահայտումներով լի մասնագիտությամբ այսօր կանգնած եք այս կարևոր նախաձեռնության կողքին եւ հետաքրքիրը մի փոքր նաեւ փորձենք ամփոփել այն տարիները, որ դուք եք եղել գործունեության մեջ եւ նաեւ այն 60-ամյա պատմությունը, որը վերաբերում է մեծամոր ժամանակի ոսկե հետքը Մեծամորի թանգարանին, համեցեք։ Մեծամոր հնավայրը ըստ էության հայտնաբերվել է որպես հնագիտական հուշարձան եւ սկսվել է պեղվել 1950-ական թվականների վերջից եւ դա առաջին նախաձեռնողը երջանկահիշատակ Լավրենտի Բարսեղյանն էր, անձնավորությունը, որը Հայաստանի հուշարձանների եւ մշակութային կոթողների մեծագույն պաշտպաններից եւ պահապաններից եւ հանրահռչակողներից մեկն էր։ 1965 թվականից հուշարձանում սկսվել են պարբերական պեղումներ եւ պեղումները իրականացնում էր հնագետ Մախանձազյանը եւ նրան աջակցում էր երկրաբան Կորյուն Մկրտչյանը, որը հենց հուշարձանի տարածքում պղնձի եւ բրոնզի խարամ էր հայտնաբերել, ինչ եւ հիմքան ցածավ հուշարձանի պեղումները սկսելուն եւ պեղումները ցույց տվեցին, որ մենք գործ ունենք մի շատ կարեւոր եւ մերձավոր արևելքի համար էտալոնային հուշարձանի հետ, որովհետեւ այստեղ պղնձաձուլական արտադրամաս է եղել եւ մոտավորապես 12-11-րդ դարից մեր թվականությունից առաջ միջնաբերդը վերածվել է քաղաքի։ Այսինքն ուներ միջնաբերդի հատված եւ քաղաքային թաղամաս։ Պեղումները Մախանձազյանի ղեկավարությամբ շարունակվեցին մինչեւ 2006 թվականը, մինչեւ նրա մահը։ Եվ այդ ընթացքում պեղվել է քաղաքային թաղամասից մի փոքրիկ հատված միջնաբերդը եւ 100-ից ավել դամբարաններ։ Մախանձազյանի մահվանից հետո մի քանի տարի հուշարձանը զուտ մաքրման եւ այսպես պահպանության խնդիրներ էր իրականացում, հուշարձանը այդպիսի խնդիրներ էին իրականացում, 2010 թվականից ինձ բախտ վիճակվեց շարունակել Երջանկահիշատակ Մախանձազյանի պեղումները եւ արդեն 15 տարի է պեղում եմ այդ հուշարձանը իմ լավ գործընկերների աջակցությամբ։ Կարևորը որ կարողացանք նաեւ համագործակցել Վարշավայի համալսարանի հնագիտական բաժնի հետ, ամբիոնի հետ եւ շուրջ 10 տարի համատեղ միջազգային հնագիտական արշավախումբ է աշխատում այստեղ, պեղվել են մեծ քանակությամբ քաղաքային թաղամասին վերաբերող հետարքիր հատվածներ, դամբարանադաշտ եւ իսկապես եզակի գտածոներ ունենք այստեղ, որոնք շատ էական խնդիրներ են ներկայացնում, հատկապես առևտրական ճանապարհներ, հումքի ներկրում եւ արտահանում, արտադրանքի պատրաստում եւ արտահանում, եւ այս բոլորը մի հուշարձանի սահմաններում։ Եվ հետո Մեծամորի թանգարանի կարևորությունը եւ լրջությունը ավելի ընդգծելու համար, երբ ետ ենք գնում պատմության հետքերով, կա մի ակնարկ, եթե իհարկե չեմ սխալվում, որ ժամանակին այս թանգարանի տարածքը իր հայտնաբերումներով նաև եղել է Կովկասը մերձավոր արևելքի հետ կապող խաչմերուկներից մեկը եւ կարևոր խաչմերուկներից մեկը, որը վստահաբար ունեցել է իր ազդեցությունը շատ կարևոր ոլորտներով։ Հարավային Կովկասը, ես կասեի։ Հարավային Կովկասը, այո։ Սա շատ կարևոր փաստ է, որ պարտադիր պետք է նշեինք։ Տիկին Նիկողոսյան, ինչ նոր ցուցադրական մոտեցումներ կամ լուծումներ են կիրառվել այս ցուցադրության համար։ Տեսեք, այն ինչ որ ներկայացրեց պարոն Փիլիպոսյանը, դուք պատկերացրեք հնավայր 5000 ամյա
առնվազն եւ 60-ամյա ճանապարհ, որից 60-ամյա ճանապարհը պեղումներին է վերաբերում եւ 55 տարի միայն գոյություն ունի Մեծամորի թանգարանը, որտեղ ամփոփված է այն ամեն կարևորը, խոսունը, ինչը որ հայտնաբերվել է պեղումների ժամանակ։ Հիմա մենք այս տարի ունենալով այսպես հոբելյաններ 60-ամյա պեղումների ճանապարհ եւ 55-ամյա թանգարան, այսպես ասենք, մենք փորձել ենք այսպես ավելի տոնական դարձնել տարին Մեծամորի համար եւ դրան գումարած նաեւ մենք ունենք իհարկե շատ հնագիտական խոսուն, այսպես առարկաներ, նմուշներ ունենք Մեծամորից հայտնաբերված, բայց ինչը որ շատ կարևոր է, ոսկու հնագույն հավաքածու ունենք, ոսկյա զարդերի, այստեղ հենց այդ զարդերն են ցուցադրված եւ մենք այս պահին ունենք ցուցադրություն ոսկյա եւ ոչ միայն ոսկյա զարդերի, բայց այս տարի այս միջոցառման ընթացքում մենք նաեւ ցուցադրելու ենք այսպես նոր զարդեր, որոնք դեռ ցուցադրված չեն եւ հենց սրանում է կայանում բացառիկությունը առանձնահատկությունը այս միջոցառման եւ ցուցադրման նոր մոտեցումը կայանում է նրանում, որ սա լինելու է ինչ որ առումով նաեւ շոու ցուցադրություն, այսինքն պատկերացրեք այդ ոսկյա զարդերը, որ ժամանակին կրել են հնագույն ժամանակներում եւ հայտնաբերվել են դամբարաններից մեծագույն այսպես նվիրումով աշխատած հնագետների ձեռքերով անցնելուց հետո այդ օրիգինալ զարդերը ցուցադրվելու են մեր մոդելների ներկայացմամբ եւ անմիջապես հետո դրանք հայտնվելու են թանգարանային ապակու տակ։ Դե մնացածը դուք ինքներդ պատկերացրեք ինչ պետք է լինի։ Իհարկե սա միայն միջոցառման մեկ հատվածն է, միջոցառումը ինքը բավական այսպես կոմպլեքս միջոցառում է եւ բնականաբար գիտությունը, գիտական բացահայտումները, գիտական ճանապարհը, որ անցել է Մեծամորի պեղումները, այսպես առաջ են գալիս եւ նախ լինելու է գիտաժողով նվիրված Մեծամորի պեղումներին եւ թանգարանի 55-ամյակին, Պարոն Փիլիպոսյանի գլխավորությամբ զեկույցներ են լինելու, շատ հետաքրքիր, որ պատմելու են այդ ամենի մասին եւ ունենք նաեւ գրքերի շնորհանդես երկրորդ этаպով, հա, էլի Մեծամորին նվիրված եւ արդեն գալիս է գեղարվեստական հատվածը, որտեղ որ այո, մենք ցուցադրելու ենք մեր այս գանձերը։ Եվ կարծես մի քանի ուղղություններով մենք ունենք հաջողություն, որովհետև այս ինքնատիպ մշակութային ձեռքբերումները ոգեշնչման աղբյուր են հանդիսանալու գիտնականների համար, արվեստագետների եւ հանրության համար նաեւ ու ես վստահ եմ, որ կլինեն շատ-շատերը, ովքեր կցանկանան որևէ կերպ իհարկե ձեռք բերել ոչ թե հենց այս զարդերը, ես մտածում, նմանատիպ ինչ-որ մի բան, չէ՞։ Ինչ զարգացումներ ունենք այս մասով։ Իհարկե, այսպես մեր ինքնատիպ օրիգինալ զարդերը ձեռք բերել հնարավոր չէ, բայց մենք մտածել ենք դրա մասին եւ մենք առաջարկելու ենք հենց այդ օրը, դեկտեմբերի 20-ին մեր միջոցառման օրը, մենք առաջարկելու ենք մեր ոսկյա զարդերի կրկնօրինակներ։ Մեր այցելուները կգան, կծանոթանան, ովքեր գուցե ծանոթ են նաև Մեծամորի պատմությանը եւ այս հավաքածուին, եւս մեկ անգամ հնարավորություն կունենան տեսնելու, իսկ ովքեր չէ, իրենց համար կբացահայտեն հաստատ Մեծամորը եւ նաեւ մեր այս հատկապես կանանց կարող է հետաքրքրել իհարկե զարդերը, բայց ոչ միայն մենք այստեղ ունենք կախիկներ, հնագույն պարոն Փիլիպոսյանը երևի ներկայացնի այդ պահը։ Այո, մեկ-երկու խոսքով կենտրոնանանք մենք զարդերի վրա։ Որպեսզի պատկերացնեք, թե ինչ դեր ունի Մեծամորն, ասեմ, որ Մեծամոր հատկապես այս փուլում, երբ մեր երկու արևմտյան եւ արևելյան հարևանները փորձում են անընդհատ նշել, թե Հայաստանում հին քաղաքներ չեն եղել, հին բնակավայրեր չեն եղել, մենք ներկայացնում ենք քաղաք, որը 3000 տարուց ավելի պատմություն ունի, քաղաք եւ իր միջնաբերդով քաղաքային թաղամասերով, եթե պատկերացնեք, որ 60 տարվա ընթացքում պեղումների արդյունքում 30,000-ից ավել հնագիտական իր է հայտնաբերվել, դա տարեկան 500-ից ավել բարձրաժեք հնագիտական նյութ է անում։ Այդ ամբողջը պետք է մշակել, մարսել եւ շատ լավ է, որ այսպիսի միջոցառում ունենք եւ ներկայացնում ենք եւ հնավայրը եւ հայտնաբերված նյութերը եւ նաեւ ներկայացնում ենք նաեւ այն շոուն, որտեղ երևում են այդ ոսկե զարդերը։ Իսկապես շատ հետաքրքիր է եւ կարծում եմ, որ սա Մեծամորի արժեքը ներկայացնելու եւ հանրահարչակելու շատ լավ ճանապարհ է։ Այո։ Երբ ենք հանդիպում, թերևս այդ կարևոր տեղեկությունը նույնպես հայտնենք հեռուստադիտողին։
Ուրեմն հանդիպում ենք դեկտեմբերի 20-ին, բնականաբար Մեծամոր պատմահնագիտական արգելոց թանգարանում։ Ժամը 2-ին է մեկնարկում մեր այսպես բազմաշերտ միջոցառումը գիտաժողովով, որին բնականաբար հաջորդելու են արդեն հետո գրքերի շնորհանդեսը եւ այդ շոու ցուցադրությունը, եւ այստեղ ուզում եմ ասել, որ էլի շատ առանձնահատուկ փաստ է այն, որ մենք համադրել ենք այսպես գիտությունը եւ արվեստը, շոուն եւ գիտական բացահայտումները, հա, այսինքն որպեսզի բոլորին հետաքրքիր, շատերին հետաքրքիր լինի, հա, գիտական հանրույթին, իհարկե ոչ բոլորն են պետք է համաձայնենք, որ հետաքրքրված գիտական մանրամասներով գուցե այս ձևով, այս շոու ծրագրով էլի մենք մարդիկ բերենք, մենք առհասարակ մի տեսակ Մեծամորի թանգարանը թերագնահատված է, մենք ակնկալում ենք, որ սրանից հետո կունենանք ավելի շատ այցելություններ, որովհետև Մեծամորը արժանի է դրան իսկապես, որովհետև մեկ անգամ լինելով Մեծամորում, իսկապես տպավորությունը այնքան մեծ է լինում, որ հաստատ կվերադառնան։ Դժվար է մի անգամ այցելելն է պարզապես, եւ այդ ոսկյա զարդերի հավաքածուի հետ կապված ուզում եմ ասել, որ այդ շոու գեղարվեստական ծրագրի համար մենք իհարկե ունենք խորագիր Մեծամոր ժամանակի ոսկու հետք, որը ավելի ամբողջական է դարձնում էր ամբողջ միջոցառումը, բացի այդ գիտաժողովի խորագիր, հա, Մեծամոր 60-ամյա ճանապարհ դեպի ինքնություն, որը շատ ավելի խոսուն է, այսպես զուտ գիտական եւ այլն, եւ ունենք մեր շոու ծրագրի համար առանձին խորագիր Մեծամոր, մեծ եւ ամոր։ Այսպես մի քիչ ինքը իհարկե գիտական ստուգաբանություն չունի, մենք պարզապես սիրուն հարմարեցրել ենք այդ անվանումը, որը շատ ավելի, այո, բայց իրականում մեծ սեր, մեծ սիրով մենք պատրաստել ենք այդ ամենը եւ այն սերը, որ դրված է հենց Մեծամորի թանգարանում ի սկզբանե, հա, այսինքն պեղումներից, հենց հնագետների սերը, ինչպես որ նրանք աշխատել են այդ տարիներ շարունակ դրա վրա, պարոն Փիլիպոսյանը 15 տարի իր կենսագործունեության 15 տարի նվիրել է միայն Մեծամորին եւ ամեն ինչ արվածը շատ մանրակրկիտ, շատ մեծ սիրով, այնպես որ բոլորին սպասում ենք սիրով ու եկեք համեցեք տեսեք։ Այո, մենք փորձենք ժամանակ գտնել եւ գալ։ Շնորհակալ ենք ձեզ այս հետաքրքիր, այս կարևոր զրույցի համար։ Մենք կգնանք, չէ՞ Հայկ։ Անպայման կգտնենք ժամանակը, ձեզ հաջողություն, շնորհակալություն։ Մենք ձեզ հրավիրատոմս կուղարկենք անպայման։ Երաժշտական տրամադրություն այս պահին մեր եթերում դիտենք, վերադառնանք, համեցեք։